Ողջույն։ Կիրակի օրը դարձյալ ՔՊԱ-ների հավաք տեղի ունեցավ Հովանավանքում, որի անունը դրել էին անմահ պատարագ։ Չէ, հանակ չեմ անում, Փաշինյանը ինքն է այդպես կոչել, բա։ Մեծ ջանքեր էին գործադրել, որ Հովանավանքի այդ արշավը ստանա ժողովրդական ինչ-որ տեսք, բայց բնականաբար ձախողվեց, եթե նախորդ անգամ վարչական ռեսուրսի կիրառմամբ բերել էին մի 600 հոգու, այս անգամ գրեթե դրա կեսի կեսը։ Հավաքել էին իրենց նախարար դեպուտատների, ոստիկանների, ամենաթունդ նիկոլականների։ Կեղծ քահանա էին բերել, կասկածելի սարքավակ, դպիր ու չոքել։ Այս ՔՊԱ-կան ժողովի մասնակիցները կասկածում եմ, թե երբևէ պատարագի գնում են, անգիր գիտեն աղոթքներ։ Նրանք պատրաստ են խաղալ այն դերը, որը Նիկոլը կհանձնարարի, ինչ տեքստ ու ձևակերպում կասի, դեմքերի լրջությամբ կարտաբերեն։ Պետք եղավ ինչ-որ մեկին սպորտային ակումբից կհանի կտանի կստիպի սարքավակ աշխատել, պետք լինի սարքավակ կաշխատի մանր առևտրականը, ինչպես որ անում է պատգամավոր ու մինիստր կամ հեծանվային սպորտի սիրահար կարգելուց։ Փաստը հիմա արդեն Նիկոլը միայն իր թիմակից պաշտոնյաների ու այդ մասսայի վրա է կարողանում աշխատել։ Ժողովրդի արհամարհանքը վկայում է, որ Նիկոլը մենակ է մնացել իր խմբակի հետ։ Նիկոլ Փաշինյանը մինչև վերջ մաշեցրել է իր ռեյտինգը, հիմա նա արդեն մաշեցնում է այն քվեները, որ պետք է գային վարչական ռեսուրսով, որովհետև այդ վարչական ռեսուրսը մտածում էր, թե մենակ ընտրությունից ընտրություն քվեարկելու համար է, այնինչ պարզվեց համ էլ միտինգների մասնակցելու համար է, համ էլ աղանդավորական ժողովների մասնակցելու համար է, նրանք հիասթափված են։ Տեսնելով, որ աջակից չունի, եկեղեցու դեմ արշավանքում գնաց բարձրացավ ավտոբուս, այնտեղ աջակից մուրալու։ Այնտեղ էլ չկա, պարզվեց, կարծում եմ չի էլ լինելու։ 1000 անգամ էլ կասեմ, չկա աշխարհում այնպիսի բան, որը Նիկոլի նկատմամբ կարող է վերականգնել ժողովրդի վստահությունը։ Բայց ցավն այն է, որ չունենալով աջակից, չունենալով լեգիտիմություն, նա պահում է իշխանությունը ուժային համակարգով ու ամեն մեթոդի գնում է, նկատի ունեմ կեղտոտ մեթոդի, պահելու համար ձեռք ընկած իշխանությունը։ Աշխարհի բոլոր երկրներից ու բոլոր իշխանություններից ՔՊ-ն տարբերվում է ժողովրդի դեմ պայքարի ստոր մեթոդներով։ Այդ մեթոդներն են ֆեյքեր, գործակալներ, գաղտնալսումներ, գաղտնի տեսանկարահանումներ, շանտաժներ, մոնտաժած կցած ձայնագրություններ, արհեստական բանականությամբ պատրաստած կեղծ նյութեր, կալանավորումներ, բռնաճնշումներ եւ այլն։ Կրկնում եմ, որևէ այլ երկրում իշխանությունը ժողովրդի դեմ պայքարում այս բոլոր գործիքները միասին լայնորեն չի կիրառում։ Հիմա կասեն ժողովրդի դեմ չէ, ընդդիմախոսների դեմ։ Կասենք ոչ, ժողովրդի, նրա հիմնական ընդդիմախոսներն ունեն ավելի մեծ աջակիցների բանակ, քան ինքն է։ Դրա համար էլ Նիկոլը նաև այդ ժողովրդի դեմ է պայքարում։ Նա ընկել է կաթողիկոսի հետևից, ու ինչպես հաճախ է անում, մտնում է նաև ընտանիք, կաթողիկոսի դեմ պայքարելու համար։ Ձերբակալել են եւ անմիջապես կալանքի են տարել կաթողիկոսի 70 տարեկան եղբորը եւ նրա որդուն։ Ասում են, իբր նրանք խոչընդոտել են նախընտրական քարոզչությանը։ Ինչ է տեղի ունեցել։ Իրենց տան դիմաց կանգնած են եղել, մեկը եկել է, հրավիրել է իր հանրահավաքին, կանգնել խոսել են, չեն համաձայնել, թողել գնացել են։ Եվ այդ մարդը իսկույն գնացել է ոստիկանություն, այն սովետական հայտնի ոճով դանոս գրել, իբր բողոքել է, թե խոչընդոտում են քարոզարշավին։ Գիտեք, այս դեպքի մասին վստահ եմ լսել եք հենց երեկ է եղել։ Խոսքը Նիկոլ Փաշինյանի կոալիցիոն գործընկեր Արամ Սարգսյանի թեկնածուի մասին է։ Նույն ժամանակ Հովանավանքում ՔՊԱ-ականները խոչընդոտում էին լրագրողների աշխատանքը, ինչը քրեական հանցագործություն է, բայց գործ չի հարուցվում, անգամ տարածքից չեն հեռացնում։ Այդ ամենը տեղի ունենում այդ նույն ոստիկանների աչքի առաջ, իսկ մյուս տեսանյութում, որ երևում է, որ պարզապես զրուցում են, անմիջապես տանում են կալանքի։ Եթե սրանք ուզում են ինչ-որ մեկին բռնել, դա կանեն, պետք եղավ գրպանը պլանք գցեն, պետք եղավ տեսանյութ կձայնագրեն, պետք եղավ կգաղտնալսեն, իրենց ուզածով կմեկնաբանեն, պետք եղավ կսադրեն, սադրիչների պակաս չկա ՔՊ-ում։ Հենց պակաս ունենան, պարտքով կխնդրեն քույր կուսակցությունից,
հանրապետությունից, իսկ նրանք պատրաստ նստած են ինչ պետք է անելու համար։ Նաթան Սրբազանի վերաբերյալ գաղտնալսման բովանդակության մեջ չկար որևէ դատապարտելի բան, բայց գաղտնալսում են եւ փորձում խեղճացնել քրիգործով։ Հետո բացահայտվում է, որ ՔՊ-ում ամբողջությամբ նստած են նրա վրա, ինչում իրենք մեղադրել են հոգևորականներին հանրահավաքին մարդ բերելու։ Կամ հրապարակում են թաքնված կամերաներով տեսանյութեր ու վարկաբեկում։ Դրանք ամենայն հավանականությամբ արել են հենց օպերատիվ մարմինները։ Հրապարակում են իշխանական, Փաշինյանի ընտանեկան կուսակցական մամուլը, իրենց ֆեյքերը։ Սա խիստ վտանգավոր է։ Ոչ մեկ Նիկոլի օրոք չունի անձնական կյանքի գաղտնիություն։ Դրանցից բացի, եթե բաներ չեն գտնում, իրար կարում ու իրենց ուզածը ստանում, կամ մի խոսքով ինչ ուզում անում են։ Մնում է այդ ամենին հավատացող լինի, այ դա արդեն բարդ է։ Շատ են խաբել, բոլորին անուն են դրել, բացի իրենցից։ Իշխանական լրատվամիջոցներով իրենք տարածում են, իրենք վարկաբեկում են, դատախազությունը գործ է հարուցում, հանցագործներին չեն բռնում, դե որովհետև իրենք էլ այդ ամենը անում են։ Թե ինչու են ձևեր թափում, դե դա էլ հարց է։ Մարդու անձնական կյանքը դարձրել են բուլվար, մտնում զբոսնում են։ Իրենց հրապարակում են, իրենք են հենց հրապարակում ֆեյք լուրեր, հետո ազգային ժողովի ամբիոնից կարդում են այդ ֆեյքերը որպես մամուլի ինֆորմացիա։ Էս է իրենց պայքարի մեթոդը։ Պայքար ժողովրդի դեմ։ Ու զավեշտ է, երբ մարդկանց անմեղության կանխավարկածը խախտելուց, գաղտնալսումներ, ձայնագրություններ հրապարակելուց հետո Նիկոլը հրավիրում է խորհրդակցություն, ուշադրություն, անձնական տվյալների պաշտպանության համակարգի բախերը փոխումների մասին։ Ու մասնակցում են այն մարդիկ, որոնք իրենց մեծ քթերը խոթել են մարդկանց անձնական տարածքը։ Զավեշտ է, որ մարդկանց մասին, քաղաքական հակառակորդների մասին, ֆեյքերով, իրենց մամուլի միջոցներով ստեր տարածելուց հետո Նիկոլը գնում է Ֆրանսիա ինչ-որ ֆորումի ու ասում. արհեստական բանականությունը զարգանում է, բովանդակության մանիպուլյացիան դառնում է ավելի ու ավելի խճճված, պետք է պաշտպանել ճշմարտությունը, տեղեկատվական մանիպուլյացիայի նկատմամբ դիմադրողականության խթանումը պետք է սկսի կրթությունից, բլա, բլա, բլա։ Սա Նիկոլն է ասում։ Մարդ, որը երևի ընդդիմադիր չի մնացել, ում անմեղության կանխավարկածը չխախտի, անձամբ։ Այս բոլորը կեղտոտ մեթոդներ են, որով ուղեկցվում են քրեական հետապնդումներով, հալածանքներով։ Կամ մարդ, որ մտածում է, թե Բագրատ Սրբազանն ու թիմը ահաբեկիչներ են, կասկածում եմ, թե ՔՊ-ականները անգամ այդպես են մտածում։ Մարդկանց տարել լցրել են բանտերը, իբր թե ահաբեկչություն էին ուզեցել անել 1 տարի առաջ։ Իրենք էլ կանխել են ու անհասկանալի է, թե ինչպես են այսօր կանխել 1 տարի առաջվա ահաբեկչությունը։ Բոլորն ասում են հիմար գործ է։ Սրանք մի 15 հոգու կալանավորում են, սրբազանների են կալանավորում, պատգամավորի են անձեռնմխելիությունից զրկում։ Ներկայացնում են իբր դարի հանցագործություն են բացահայտել։ Մեկ էլ գործը մտնում է դատարան, հերթով ազատվում են բանտային կալանքներից, որովհետև չնայած ահաբեկիչ են ներկայացնում, բայց անգամ կալանքի տակ պահելու նվազագույն հիմնավորումը չկա։ Պատգամավոր Արթուր Սարգսյանը, Միքայել Սրբազանը, Բագրատ Սրբազանը, եթե ինչ-որ բան են խոսել, դա հանցանք չէ, իսկ որ դուք այսօր աչքներիս առաջ եք անում, տեսախցիկների առաջ եք անում, այնինչ խոսում եք, պառակտում եք ու հրահրում եք թշնամանք, էլ ատելություն, այդ ամենը հանցագործություն է, այ հենց դա է հանցագործությունը։ 80 տարեկան մարդուն նստացնում են կալանքի տակ իբր ՔՊ-ականների նկատմամբ ահաբեկչության փորձի համար, մեկ էլ ազատում են կալանքից, որովհետև մեղադրանքը ցնդաբանություն է։ Մարդկանց են բռնում, իբր Ռուսաստանում պատրաստվել են, որ գան Հայաստան ահաբեկչություն անեն, մեկ էլ ամիսներ անց բաց են թողնում, որովհետև տակը բան չկար, բացի իրենց հայտարարածից։ Ընդամենը նրա համար, որ գյումրեցիները ակցիա էին անում ի պաշտպանություն իրենց ընտրած Վարդան Ղուկասյանի, 43 հոգու նկատմամբ քրեական գործ է հարուցվել։ Մարդիկ են բանտում նստած, ուղղակի գրառումների համար, դասախոսների են ազատում աշխատանքից, բառեր օգտագործելու համար։ Կարճ ասած, ՔՊ-ական իշխանությունը ամենազազրելի քայլերին է գնում աթոռը վերջին ճիգով փրկելու համար։ Ամենայն հավանականությամբ հասկացել են, որ վերջնական պարտության եզրին են
Ու հիմա մտքներով ինչ անցնում է, փորձում են տեսնելու, թե որ մեթոդը կաշխատի մարդկանց վախեցնելու, զատնի դնելու, մի քիչ էլ իշխանությունը երկարացնելու, վերընտրվելու համար։ Փաշինյանը առնում է իր պարտության հոտը եւ ելքը չիմացող մարդու պես կախվել է փրփուրներից։